Խորհրդարանի պաշտպանության հարցերի հանձնաժողովում ԿՊԱ-ական Անդրանիկ Քոչարյանը հունից դուրս է եկել, երբ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խոսել է նախօրեին լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ԿՊԱ-կանի խայտառակ պահվածքի մասին։ Ամեն մարդ մտածում է իր փչացածության աստիճանով, արդարացել է Անդրանիկ Քոչարյանը, ընդգծելով, թե ինքը խոսքի մաքրությունն է նկատի ունեցել։ Կին լրագրողների հանդեպ իր ագրեսիվությամբ վաղուց հայտնի կարկառուն ԿՊԱ-կանը ճեպազրույցի ժամանակ մեր գործընկերուհուց նախ պահանջել էր հեռու կանգնել, ապա ասել, թե մաքրիր շուրթերդ։ Ընդդիմադիր պատգամավորները կոչ են արել լրատվամիջոցներին բոյկոտել Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցները։ Գեղամ Մանուկյանը նաև նկատել է, որ ԿՊԱ-կան որևէ կին պատգամավոր չի դատապարտել թիմակցին սեռով պայմանավորված վիրավորանքի համար։ Ոչ մարդկային, ոչ պաշտոնյայի։ Իմ հաղորդումից կապ ունի թիմ։ Հերթական անգամ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վիրավորել է լրագրողի, ոչ միայն լրագրողի, վիրավորել է նաև սեռով պայմանավորված։ Սա ուղղակի դառնում է անթույլատրելի, պարոն Պապիկյան, որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ եմ։ Սա դառնում է անթույլատրելի, սա պետք է ունենա իր արձագանքը։ Տիկին Պողոսյան, ցավում եմ, որ երեկվանից քաղաքացիական պայմանագիր խմբակցության կին պատգամավորներից որևէ մեկը չարձագանքեց, թեև շատ հաճախ կանանց մասին թեկուզ փոքրիկ ակնարկը դառնում է բուն հակազդեցության։ Դիմում եմ լրագրողների։ Բավական է այլևս հանդուրժեք ազգային ժողովում ձեր դեմ ուղղված բոլոր այդ հարձակումները։ Բոյկոտեք Անդրանիկ Քոչարյանին, բոյկոտեք այն բոլոր պատգամավորներին, որոնք ձեզ վիրավորում են։ Դիմում եմ լրագրողական կազմակերպություններին։ Բավական է ձեններդ կտրած նստեք։ Բավական է։ Այս ամենը հանգեցնելու է վաղը շատ ավելի տոտալիտար մի համակարգի։ Ես երեք ընդհանրապես կրկնել եմ Բազգեն Բագրատ Սրբազանի ասածը։ Ես կրկնել եմ։ Չէ, մի րոպե, Հիմա ես խանգարեցի։ Ես մեր լրագրողներին ասում եմ կրկնվել է Բագրատ Սրբազանի ասածը։ Սրբազան բառը հիմա ես օգտագործում եմ միտումնավոր։ Ես երեք ասել եմ հոգևորական, բայց հիմա ասում եմ Սրբազան, եթե դուք դեմ եք Սրբազանի ասածին, իսկ դրա մեջ որևէ վիրավորական բան չկա, որևէ ընդամենը ես արձանագրել եմ, որ պետքա խոսքը օգտագործելուց լինի մաքուր։ Եթե դուք դրա մեջ ինչ եք պատկերացնում, դա ձեր խնդիրն է։ Ես պատկերացրել եմ մաքուր խոսքի դրսևորում։ Պարոն Քոչարյան, ներողություն ասելու փոխարեն հիմա ոչ դուք պարտավոր եք ներողություն խնդրել։ Դուք կնոջը անձնապես կնոջն եք վիրավորել։ Կնոջ մենք նիստ կանենք, բայց դեռ որևէ քայլ անարձանք չպետք է լինի։ Առաջին դեպք չի, երբ որ դուք կնոջ։ Մի վարքյան, այդ դեպքում դուք ինչ եք պատկերացնում։ Այո, կխոսանք ինչ-որ։ Դե ուրեմն եկեք նիստ անենք։ Ես հասկանում եմ ինչիներ ուղղվածա, բայց դուք սխալ ուղու վրա եք։ Իմ ասածը խոսքի մաքրությանն է վերաբերվել։ Սա առաջին դեպքը չէ, որ իշխանականները թիրախավորում են լրագրողներին սարսափելի կեղտոտ բառապաշար օգտագործում գործընկերներից հանդեպ իրենց վերաբերմունքը արտահայտելու համար։ Հայդուրի խորհրդարանական թղթակիցները եւս բազմիցս են եղել ԿՊԱ-կաների թունոտ հարձակումների թիրախում եւ մեր հեռուստաընկերությունը նրանցից մի քանիսի դեմ հայց է ներկայացրել։ Նրանցից մեկին ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին դատարանը անգամ պարտադրել է ներողություն խնդրել իմ գործընկեր Կարինե Մանգասարյանից, որը նա արել է գավառական խորամանկությամբ։ Գիշերը ստատուս է գրել Facebook-ի իր էջում, դրա սկրինն ուղարկել դատախազություն եւ մի քանի վայրկյանից ջնջել գրառումը։